25 երգ յուրաքանչյուրն իր գույնով եւ տարբերվող ելևէջներով։ Հոկտեմբերի 14-ին Քաջարանի մշակույթի կենտրոնում կայացավ Խայտաբղետ գրքապանակ մանկական երգերի ժողովածուի շնորհանդեսը։ Երաժիշտ Լեանա Գրիգորյանի տարիների աշխատանքն ու երազանքը դրվեց ընթերցողի սեղանին։ Միտքը այսպիսին եղավ, երբ ես որոշեցի, որ նոտագրել, տպագրել, ունեմ մի երգ իմ քնքուշեակ, որը հնչել է այս բեմում առաջին անգամ եւ արձագանքները այնպիսին էին, որ թե Երևանից, թե իմ հետևորդներ, ովքեր աշխատում են մանկապարտեզներում, երաժիշտներ, անդադ ուզում էին այդ նոտաները, իսկ ես նոտագրած չունեի, ձեռագիր էր այդ ամենը, եւ որոշեցի սկսել, հենց այդ երգից սկսվեց ամեն բան։ Ձեռագիր նոտագրված թերթիկներից մինչև գրքի էջերում ամփոփված ստեղծագործություններ։ Լեանայի թիկունքում էին ընկերներն ու ընտանիքը, սակայն առանց օժանդակության այս երազանքը իրականություն չէր կարող դառնալ։ Ինչ խոսք, եթե չլիներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, բարեգործական հիմնադրամը, ճիշտն ասած անսպասելի էր եւ ես շատ լավ զգացի, որ վստահությունը կար, որ ինձ ավելի թեև տվեց, ավելի ուժ տվեց, որպեսզի այս ամենը սկիզբ առնի։ Աշխատանքը գնահատեց նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ հաստատեց ուսումնական հաստատություններում այն որպես օժանդակ ձեռնարկ օգտագործելու նպատակահարմարությունը։ Գիրքը այնքանով եմ կարևորում, որ նա դարձավ իր տեսակով ուղեցույց երաժշտական նուհերի, երաժշտության դաստիարակների համար։ Գիրքը գրքում զետեղված են եւ ամփոփված շատ հետաքրքիր ստեղծագործություններ, որոնք հասանելի են մեր փոքրիկներին եւ շատ կարեւոր է, որ ինքը Լեանան լինելով նախադպրոցական հաստատության երաժիշտ դաստիարակ հաշվի առել երեխաների տարիքային առանձնահատկությունները, հաշվի առել երեխաների հետաքրքրությունները, կարողությունները եւ նաեւ ընդունակությունները։ Որպես երգի բառեր օգտագործվել են Խնկո Ապոր, Սիլվա Կապուտիկյանի, Հովանես Թումանյանի ստեղծագործությունները եւ իհարկե գրքի հեղինակի։ Երաժշտությունը բացառապես Լեանա Գրիգորյանինն է։ Գործընկերները հույս հայտնեցին, որ ժողովածուն կիրառելի կդառնա ոչ միայն Քաջարանում եւ Կապանում։ Այս ոլորտում աշխատողի համար շատ կարևոր է, երբ մանկավարժը լինում է բանիմաց, երբ ունենում է նպատակներ եւ անում է ամեն բան իր նպատակին հասնելու համար։ Ի սկզբանե իր աշխատանքային պրակտիկայի առաջին իսկ օրվանից ընկեր Լեանան ունեցել է բավականին շատ նպատակներ, որոնք իրականացրել է ժամանակի ընթացքում։ Երգն ու երաժշտությունը համեմում են ամեն բան։ Եվ թե ինչպես է դա արվում, այս արդեն հարցի մյուս կողմն է։ Անել սա ճիշտ, անել երեխային հասանելի լեզվով եւ անել երեխայի համար շատ կարևոր է, ինձ թվում է այսօր մենք կարողացանք անել դա, այսօր ընկեր Լեանան կարողացել է հասնել դրան։ Միջոցառմանը առանձնակի ջերմություն հաղորդեցին մանուկների ելույթները, որոնց քնքուշ ձայները երգի բառերն ավելի լսելի դարձրին։ Հեղինակը վստահ է, որ ժողովածուն կդառնա փոքրիկ սրտերի սիրված ուղեկիցը լուսավոր ու մեղեդային մանկության օրերում։